ձեզ հերթով տանջամահ չանեմ։ Ասում եմ ու չեմ անում, դրանից եք դուք սենց ոգևորվում։ Ես ինքս ինձ խոստացել եմ, եթե սոսը իմը չի լինելու, ուրեմն քոնն էլ չի լինելու, քույրիկս։ Դուք երբեք ընտանիք չեք լինելու, ուղղակի չեք հասցնելու։ Այսօր ձեր առաջին ու վերջին համատեղ ճաշկերույթներ։ Ինչի համար ես այսքանից հետո դու էլի ինձ զանգում։ Տեղը 10-ը գալիս եմ։ Իսկ ես քեզ չեմ ուզում տեսնել։ Այդ արդեն քո խնդիրն է։ Համ պիտի տեսնես, համ պիտի խոսաս։ Ես արդեն այն կետին ենք հասել, որ ուզում ես գլխիս սարքես, հա։ Երեխեքի արքու վաճառքի գործով ուզում ես ճամփես գնամ։ Ես քո գլխին չեմ սարքում։ Ես հիվանդանոցի դեմ եմ բողոքել ու ասել եմ ճշմարտությունը։ Ո՞րն է ճշմարտությունը, որ 13 երեխեք եմ առել ու ծախել։ Ինչ։ Ես տենց բան չեմ ասել։ Հենց իմը տեղը 10-ը։ Ալո։ Տիկին Վիկտորիա ջան, ես Պանինոյի համով թխվածքը ձեզ։ Շնորհակալ եմ, բայց պետք չէր նեղություն քաշել։ Դե արդեն եկել եք հիվանդանոց, ինչի համար շնորհակալ ենք։ Պետք չէ դրա համար հասնել բազմախոր։ Ներողություն եմ խնդրում ձեզ անսպասելի այցիս համար, բայց չգալ չէի կարող, որովհետև իմ աղբերս, ընկերս, տանս քավորը անհանգիստ է քավոր կնոջս համար։ Կարո, եթե եկել ես ինֆորմացիա իմանաս իրան փոխանցես, ասեմ, որ շատ վատ բան ես արել։ Աղբերս աներանցը տունն եմ, հիմա հեռախոսը փոխանցում եմ հրեշտակիդ։ Քավոր կին ջան, խնդրում եմ պատասխանի, էլի ինձ վատ դրության մեջ չտնես։ Հե, ժողովուրդ ջան, ինչ կա, ոնց եք վերջի դեպքերից հետո։ Կարող է մի հատ լավ համով սուրճ խմենք, այս լավ տորթով։ Հեսա կբերեմ։ Ինչի համար ես Կարոյին մեր տուն ուղարկել։ Ես հասկանում եմ, որ քո համար այս ամեն ինչը երևի խորհուրդ է, բայց եթե մարդը քո համար իրոք կարևոր է, դու կարևորում ես իր հետ կապված ամեն բան։ Ոնց ես։ Վնաս չեն տվել պապայիդ վտանգավոր ընկերները։ Ինձ վնասած վտանգավոր մարդկանցից մենակ պապայիդ եմ ճանաչում։ Կզարմանայի, որ այս բային հորս չհիշատակեիր։ Լավ, խոսացինք, իմացա, որ լավ ես։ Հաջող։ Հանգիստ Անգելինա, չլացես ու չկոտրվես։ Թե ասա դու էլ քեզ կառավարի Հենրի ջան, զսպի քեզ, մի հետաքրքրվի ոչ մեկով։ Նորից դու երեխուս նարվերը չուտես։ Եթե նա հարց ողում նարվերը պիտի ուտի։ Երեխուն տարներ ցանկած չմսի։ Քեզ էլ թվաց քեզ մենակ կթողնեմ երեխուս հետ։ Ոչինչ Որքուջան։ Ես այս մարդու հետ 25 տարի եմ նույն հարկի տակ ապրել։ Չեմ կարծում, որ ինքը կարող անել մի բան, ինչից ես վախենամ։ Նայ ասեցի։ Ասա, ինչ էիր ասում։ Ես որոշել ես իմ դեմ գործել։ Գործ ես հարուցում վրես։ Հիմա էլ բաժնի վարիչի հետ այդ ամեն ինչը շրջել եք
Իմ վրա, հա? Ով է այդ փայլուն մտքի հեղինակը, հետաքրքիր է։ Ինքը էլ դու գժվել ես։ Ես քեզ հեռախոսով ասեցի, չէ, ես քո դեմ չեմ բողոքել։ Ես հիվանդանոցի դեմ եմ բողոքել, իսկ եթե հետաքննությունը հասել է քեզ, ուրեմն այո, դու պիտի պատասխան տաս։ Մի հատ խելքդ գլուխը թավակի, հա։ Դու արդեն սպառնում ես ինձ։ Իդեպ ցավում եմ, որ ձեր ընտանեկան հանդիպումը վատ ավարտ է ունեցել։ Էլի քո կյանքը թողած մեր կյանքով ես ապրում։ Չէ, ուղղակի բախտի բերմամբ կամ պատահմամբ Սոսի հետ նույն բաժնում էինք հայտնվել։ Այնտեղ բարի մարդիկ իդեմս քույրիկիդ ինձ ընդհանրապես ծանոթացրեցին իրադարձությունների ընթացքին։ Հետո հոգիդ փառավորվեց։ Չէ, ընդհանրապես մի հատ միտք ծագեց։ Ուզում եմ տղայիս օգնեմ։ Դու էլ եթե չխոսաս աղջկա դու չհամոզես, որ վերադառնայիր իմ մոտ, ես այնպես կանեմ, որ Սոսի հետ ձեր երջանիկ ընտանեկան կյանքը կվերածվի դժոխքի։ Ինչ ես խոսում։ Վայելի։ Այս ինչ է։ Հիաստապված ես։ Սոսը ինձնից վատը դուրս եկավ։ Գնա հաստեղից։ Բայց նախքան գնալս, թող պահանջս կրկնեմ։ Լակոտը մեռնի ես կորած եմ։ Ինձ հստակ պետք է իմանալ ինքը ինչ վիճակում է։ Ծայրահեղ ծանր։ Հույս չկա, որ կապրի։ Վիճակը վատ է, բայց պետք է հույս ունենանք, որ կարող է հրաշք տեղի ունենալ եւ ողջ մնա։ Իսկ դրա համար պետք է սպասենք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Երեխան հոգնած էր։ Շատ արագ քնեց։ Հանիկը ինչ էր ասում։ Չհասկացա է բալա, էդ ինչ է ասել, որ դեն շոկի մեջ ես։ Չգիտեմ ինչ ասեմ, Մարգար։ Ապշած եմ ուղղակի։ Ոնց ենք չէ մենք երբեմն մարդկանց հարցում սխալվում։ Չհասկացա։ Այս անգամ ինչ է ասել։ Չեմ կարող խոսել։ Ուղղակի վիճակի չեմ։ Բայց ուզում եմ օգնած լինեմ։ Հասկանում եմ, Մարգար ջան։ Նույնիսկ Սոսնա մարդասպան։ Տեր Աստված նույնիսկ իր ձեռքերն են արյան մեջ։ Բայց իմ ճանաչած Սոսը երբեք նման բան չէր անի։ Իմ ճանաչած Սոսը ուղղակի ունակ չէր։ Աննա։ Ես պիտի գնամ։ Ես պիտի նայեմ այդ մարդու աչքերի մեջ ու ասեմ այն ինչ վաղուց պիտի իրան ասած լինեի։ Դու հիմա ում մասին ես խոսում։ Պապայի։ Ես պիտի գնամ ու խոսեմ պապայի հետ։
Բալես Ֆայնան է զանգում։ Ամնա, Ֆայնան է զանգում։ Հա, բալես։ Բարև մամ ջան։ Բարև։ Լավ եմ, Անուշս, դու ոնց ես։ Մեղավոր եմ մամ։ Ես էլ բոլորի նման քո հետ անկեղծ չեմ եղել, ու ես քո առաջ շատ մեղավոր եմ։ Ֆայնա ջան, խնդրում եմ, ես հիմա ի վիճակի չեմ դրա մասին խոսելու։ Միգուցե այդ ամենը քեզ շատ ցավ է պատճառում, բայց ես ուզում եմ իմանաս մամ։ Ես հենց իմ գնալու օրն եմ իմացել ճշմարտությունը։ Հենց իմ գնալու օրն եմ իմացել ով է Անգելինան։ Մամ, ես եկա որ քեզ ասեմ, բայց չկարողացա։ Հասկանում եմ։ Ես քեզ շատ լավ հասկանում եմ, բալես, ես այդ օրը հիշում եմ։ Քո ապրումներն էլ եմ հիշում, արցունքներդ էլ եմ հիշում, դու մեղավոր չես։ Հավատա, այս պատմության մեջ ամենաքիչ մեղքը դու ունես։ Պետք չէր չմտածված քայլերի գնալ։ Կներեք, բոլորը չեն ձեր նման հավասարակ շռված։ Թույլ տուր հիշեցնեմ, որ շատ մեծ դժվարությամբ ենք քեզ գրավի դիմաց ազատ արձակել։ Այդ բանը ես ոչինչ չհիշեցի, եթե նույնիսկ հիշեի, նույն բանը կանեի։ Ես դրան պետքա սատկացնեի, որ իմանար ում հետ գործ ունի, որ իմ հետ խաղալ չի կարելի։ Վերջացրեցիր, դե հիմա ինձ լսիր։ Տղայի վիճակը ծայրահեղ ծանր է ու Աստված մի արածցե, եթե նա մահացավ, դու մոռանում ես ազատության մասին։ Բայց հիմա իմ ազատությունը ինձ պետք է ավելի շատ, քան երբևէ։ Ես չեմ ուզում, էլի խնդրում եմ։ Անպայման պիտի քաղցր ուտես, որ ճնշումդ կարգավորվի։ Մերսի։ Դե վերջը։ Արամ, ինչ է սպասվում պապային։ Շատ վատ ամեն ինչ։ Չգիտեմ երբ բաց կթողնեմ, կամ բաց կթողնեն արդյոք թե չէ։ Ուղղակի այնպես չի, որ այդ տղան անմեղ է։ Պապա իր պատճառներն է ունեցել։ Ու բացի այդ, հիշի, որ առաջինը քեզ են առևանգել, հետո պապային։ Բայց այդ տղուն էլ կարելի է հասկանալ։ Իսկ դու ոնց որ արդարացնում ես այդ տղային։ Չէ, չեմ արդարացնում։ Ուղղակի մտածում եմ, որ ոստիկանությունը այս գործի մեջ խորացավ, պապայի շահերը պաշտպանելը դժվար է լինելու։ Հասկացա։ Էլ չեմ ասում, եթե այդ լակոտը մեռավ, ես չգիտեմ ինչ է լինելու։ Մենք պապային ազատության մեջ էլ չենք տեսնի։ Ինչ անենք։ Աստված տա ողջ մնա։ Մերի, այս պայդրությամբ դու մենակ քո մասին պետք է մտածես։ Դու մի մոռացի, որ դու հղի ես, ու մեր երեխին պետք է առողջ ծնվի։ Ես ինչ ես առանց հորքուրի եկել, ինչի հորքուրը քեզ չի ուղեկցում։ Ասա թող ցենը կտրի։ Առանց վիճելու, հա։ Ես եկել եմ քո հետ խոսեմ, ասա թող գնա։ Եթե եկել ես խոսելու, արի նստի սեղանի շուրջ խոսենք բալես։ Թող ինքը գնա նոր։ Լավ էլ մեծ ծախորժակով ես եկել։ Դու չգիտես, որ պապան ինձնից գաղտնիքներ չունի։ Ես որ մի տեսակ ուրիշ ես, աղջիկ ջան։ Հա, պապ ջան, չես տեսնում, զենք ու զրահով է եկել, ոնց որ ճակատամարտի է պատրաստվում։ Չնայած ինչի դեմ եմ պայքարում։ Եթե այդքան շատ է ուզում, թող մնա։ Մեկա դու ամբողջ կյանքում ինձ ուրացար իր համար։ Քո կյանքն էլ տենց դասավորվեց, ինչ արած, պապայի սիրելին միշտ ես եղա։ Թող սիրեր։ Թող քեզ շատ սիրեր։ Բայց ոչ իմ կյանքի հաշվին։
Չէ, դու իրոք եկել ես կռվելու։ Ես չեմ եկել, որ կռվեմ։ Ես եկել եմ նայեմ քո աչքերի մեջ ու ասեմ են ինչ տարիներ շարունակ ինձ տանջելա։ Ես եկել եմ քեզ ասեմ, որ իմ դժբախտ կյանքի միակ մեղավորը դու ես։ Իսկ ես ինչ եմ արել։ Իսկ դու ինչ չես արել։ Դու ինձ կամազուրկ ես դարձրել։ Դու ինձ զրկել ես սիրելու ու ընտրելու հնարավորությունից։ Մի քիչ ուշացած չեն մեղադրանքները տաղջիկ։ Չէ։ Ուշացած չեն։ Ուշացած կլինեին, եթե ես այսօր երջանիկ լինեի։ Եթե ես կարողանայի իմ անցյալը բաց թողնել։ Բայց իմ անցյալը կրնկակող հետևում է ինձ։ Այսօր իմ շուրջը բոլորը դժբախտ են։ Իմ երեխեն ինձ չի ընդունում, ես ընտանիք չունեմ ու այդ ամեն ինչի միակ մեղավորը դու ես։ Պապա, ինչի ես լռում։ Ինչի սրան իրա տեղը ցույց չես տալիս։ Եթե դու թողնեիր ինձ ընտրություն կատարել։ Եթե դու թողնեիր ինձ գնալ իմ սիրո հետևից, ես այսօր քեզ չէի մեղադրի։ Եթե նույնիսկ ես սխալվեի, դա իմ սխալը կլիներ ու ես պատասխանատվությունը մենակ կկրեի։ Բայց ես 25 տարի շարունակ տառապել եմ իմ փոխարեն կայացրած քո դաժան որոշման պատճառով։ Դե հիմա ասա։ Պատասխան տուր ինձ ինչի։ Ինչի քանդեցիր իմ կյանքը։ Ինչա ես երջանիկ լինելու իրավունք չունեի։ Ես քեզ ինչ էի արել, կամ իմ երեխեն քեզ ինչ էր արել, որ մեր հետ սենց վարվեցիր։ Բարի օր։ Ու ինչով եմ արժանացել ես պատվին։ Ընդամենը զանգել եմ իմանամ ոնց ես ու ինչա քեզ սպասվում։ Չգիտեմ ինչա սպասվում, բայց գնում եմ դեպի լուսավոր ապագա։ Որ տրամադրությունդ բարձր է, այդ շատ արդեն լավ է։ Բայց ինձ ասա տենամ ոստիկանության հետ կապված խնդիրները ոնց ես լուծելու։ Տրամադրությունս կբարձրանա, երբ որ գաս ու կողքս լինես։ Այդ ժամանակ բոլոր խնդիրներս հաղթահարելի կլինեն։ Չեմ խոստանում։ Կգաս խելոք ես։ Ես զգում եմ, որ շուտով վերադառնալու ես։ Գոնե գիտես ես ինչքան եմ տառապել։ Ինչքան եմ տանջվել քո կողմից չսիրված ու արհամարված լինելու պատճառով։ Ինչքան եմ նախանձով ու զարմանքով նայել ոնց են իմ ընկերուհիների պապաները իրանց հետևից գալիս դպրոց։ Ոնց են ինձ պատմում պապաների հետ ունեցած իրանց ջերմ հարաբերությունների մասին։ Կարող է հանգստանաս նստես։ Ես չեմ կարող նստել։ Որովհետև իմ մեջ այնքան հարցեր են կուտակվել։ Ես ուզում եմ հասկանամ ինչն էր պատճառը, որ դու ինձ չէիր սիրում։ Ես քեզ ինչ էի արել։ Ինչա հնարավոր չէր ինձ գոնե մի քիչ սեր ու ջերմություն տալ։ Քո մեջ որտեղից այդքան սառնություն ու արհամարանք իմ հանդեպ։ Պապա, ինչի ես թողնում, որ քեզ մեղադրի։
Գիտես, քանի անգամ եմ իմ մեջ խեղդել են կասկածը, որ երևի թե ես քո աղջիկը չեմ։ Մանկությունից մինչև այսօր չեղավ, որ մի անգամ դու ինձ գրկես, որ ինձ համբուրես ու քաղցր խոսքեր ասես։ Ես միշտ սիրելու ապարտացել եմ քեզանով, բալես։ Ամեն անգամ ինձ լավ եմ զգացել, լսելով Աննա Բագրատովնա արտահայտությունը։ Հա, պապ, աշխատանքում ես հաջողել եմ, բայց անձնական կյանքում միշտ դժբախտ եմ եղել։ Ես մարդ եմ, ում ոչ ոք չի սիրում, որովհետև ապրում եմ իմ կանոններով։ Մեր ողբերգությունը նրանում չի, որ դու քո կանոններով ես ապրում։ Մեր ողբերգությունը նրանում է, որ դու մեզ բոլորիս ստիպում ես քո կանոններով ապրել։ Ես ընդամենը ուզում էի լավ կյանք տալ իմ աղջիկներին, ընդամենը ուզում էի նրանց ապահովված տեսնել։ Մեզ։ Թե քեզ։ Հա, նաև ինձ։ Ես ծանր մանկություն եմ ունեցել։ Հազիվ եմ կարողացել իմ տեղը գտնել ես մեծ աշխարհում։ Անետը դա կփաստի։ Գնում է առաջ ետ չնայելով, հաղթահարելով կյանքի բոլոր դժվարությունները։ Պապա, ինչի ես արդարանում հիմա։ Լռի մի խառնվի։ Չա կատարվում ստեղ։ Բոլորը սեր ու բարոյականություն են քարոզում, բայց քչերն են թեորիան պրակտիկայում օգտագործում։ Ես այդ քչերից եմ եղել միայն մի տարբերությամբ։ Ես սեր ու բարոյականություն չեմ խաղացել։ Դա իմ խաղացանքում չի եղել։ Արդյունքում վայելել եմ շատերի ատելությունը։ Շատերի, թե բոլորի։ Դու մեզ բոլորիս օգտագործել ես։ Հանուն քեզ ու քո շահերի։ Հանուն քեզ ու փողի հանդեպ ունեցած քո այդ աննորմալ մոլուցքի։ Դու նույնիսկ Սոսին օգտագործեցիր։ Իսկ ինքը քեզ վերջապես հնարավորություններ տվել արժանապատիվ կյանքով ապրել։ Դու իմը չես ամաչում, եկել ստեղ կաննել Սոսի մասին ես խոսում։ Լսում ես ինչա խոսում։ Եթե ինքը Սոսին սիրեր, Միքայելին կտար են տեսանյութը Սոսի դեմ, որ Միքայելն էլ ոնց ուզի օգտագործի։ Ինչ կարող եմ անել։ Ես այդպիսինն եմ։ Աստված ինձ այդ բնությամբ է ստեղծել։ Որ բնությամբ։ Դավաճանի։ Դու ինձ դավաճանել ես։ Դու իմ երեխուն ես դավաճանել։ Մենակ չասես, որ իմ մասին մտածելով ինձ Միքայելին տվեցիր։ Այո։ Շախունցները բարեկեցիկ կյանք էին խոստանում։ Բա իմ երեխուն ինչ էին խոստանում։ Դու իմ երեխուն ծախել ես։ Ու հիմա չասես, որ այդ տենց չի։ Տենց է։ Ամենահավուրը գիտես որն է։ Որ դու նույնիսկ փորձ չես արել քո սխալը ուղղելու։ Չգիտեմ, երևի դու քեզ մինչև հիմա սխալ չես էլ համարում։ Բայց եթե մարդը իր կյանքի ոչ մի կետում մեղքը չի ընդունում, տենց էլ երբեք ներման չի արժանանա։
Գնում ես։ Հա։ Գնում եմ։ Ու էլ երբեք քո տուն ոտք չեմ դնի։ Կներես ինձ, պապ, եթե անհանգստացրի քեզ։ Ես ուղղակի ես ամենը քեզ չէի կարող չասել։ Ես պիտի ազատվեի ես բեռից։ Որ կարողանամ շարունակել ապրել։ Քեզ ինչ ա թվում։ Եկար ստեղ ներկայացում խաղացիր ու հիմա պիտի գնաս, ամեղ զոհ ես ձևանում։ Վենջ ջղած։ Զգուշ եղի։ Աղջիկդ խելագարության եզրին է։ Նայ քեզ էլ չվարի, ոնց որ կրակի հետ խաղալը մոտը սովորություն ա դարել։ Սկզբան եմ քեզ։ Խելոք նստի տեղդ։ Ոնց թե պապա հերո գնա։ Դու Աննայի հետևից չես գնա, լսում ես, չես գնա։ Դու աղջիկը թողած նրան ես պաշտպանում։ Խնդրում եմ, գոնե մեկ անգամ Աննային պաշտպանեմ, գոնե մեկ անգամ նրան ընտրեմ, լսի։ Ոնց ես կարող էր ինձ դավաճանել, բայց ոչ դու։ Հերո գնա։ Պապա։ Չէ, սենց չի լինի։ Ես պիտի հետ գնամ, հետո կարող է իրադարձությունները նենց զարգանան, նենց բաներ լինի ամբողջ կյանքում ինձ չներեմ, որ մենակ թողեցի բոլորին։ Ասա։ Արամ, շուտ ասի պապին անգիտակից վիճակում ունկացա։ Ոնց ինչ է։ Չգիտեմ, ձայնը լսեցի դուրս եկա անգիտակից ընկած էր, խնդրում եմ արագ շուտ արա։ Այսօր Արամ ինչ խաղը։ Մաման զանգեց, ասեց Բագրատն է անգիտակից ընկած։ Տենամ ինչ է։ Էլ դիմանալու չի լուրջ եմ ասում։ Ինչ է դիմանալու չի, Մերի։ Այս ամեն ինչ ես լարված վիճակը դիմանալու չի։ Մերի, ախր հասկացի, ոնց ես պատկերացնում, ինչ ուղեղներս անջատենք նստենք ստեղ։ Չէ, ես քեզ նման բան չասեցի։ Ընդհանրեն իմ ասածն է, որ ամեն առավոտ ինչ որ նոր խնդրով ենք արթնանում։ Ամեն անգամ ինչ որ իրադարձությունների հետևանքներ ենք կրում։ Ես էլ եմ մարդ, ուզում եմ հանգիստ ապրեմ, Արամ։ Գոնե մի օր։ Մերի, հասկացի, վատ փուլ է, էս էլ կանցնի։ Ինչի ես քեզ սենց պահում։ Ոնց եմ պահում։ Ադեկվատ մարդու պես։ Էս ադեկվատ չի, Մերի։ Ուրեմն հա, ադեկվատ չի։
Անգելինա, ինչի ոչ մի բան չես ուտում։ Սաղած չեմ մամ։ Հետո սենց չուտելով մենակ առողջությունդ ես վնասում։ Ամեն ինչ նորմալ էր, առողջության մասին խրատներն էր պակասում։ Բա ինչ անեմ, ոչ մի բան չասեմ, ես տեսնում եմ, որ դու օրեցօր հյուծվում ես։ Մամ, դու լավ գիտես, որ ինձ ստրեսային վիճակներից դուրս գալու համար միշտ ժամանակ է պետք եղել։ Ոչինչ կանցնի, պարտադրելով չի լինում։ Անգելինա, ես չեմ պարտադրում, որ դու ստրեսից դուրս գաս։ Ես ուղղակի խնդրում եմ, որ դու գոնե մի բան ուտես։ Ուզում եմ մենակ մնամ։ Եթե սենց տանջվելու ես, ինչի չես ներում։ Լուրջ, մամ։ Հա, շատ լուրջ։ Ու տենց հեգնանքով չխոսես։ Ընկերուհիդ չեմ, մայրդ եմ։ Անգելինա, եթե տանջվում ես, ինչի չես ներում։ Եթե տենց տառապում ես, ինչի չես թողնում, որ գա ինքն իրեն արդարացնի։ Չեմ ներում, որովհետև ներման կետ չեմ գտնում։ Ինձ քո հոգեկան ու ֆիզիկական առողջությունն է հետաքրքրում։ Ես չեմ ասում գնա ու Հենրիի հետ ապրի։ Ես ներման մասին եմ խոսում։ Չգիտեմ արածս համառությունը թե պատվախնդրությունը, բայց ես իրան չեմ կարողանում ներեմ, որովհետև ամենաշատ սպասումներն ու պահանջներն իրանից եմ ունեցել։ Անգելինա, անցնելու են տարիներ, հետ ես նայելու ու ծիծաղալու ես, որովհետև այն խնդիրները, որոնք հիմա քեզ թվում են անլուծելի, այդ ժամանակ ուղղակի ծիծաղ են առաջացնելու։ Դու հիմա 25 ես, աչքդ փակես, բացես, կտեսնես, որ արդեն 50 ես ու կյանքդ անցել է ու հետ ես նայելու ու ասելու ես ինչի է ես նման խնդիրներին կարևորություն տալիս իմ կյանքում։ Ես չեմ ասում դու Հենրիին ներես, ես ուղղակի չեմ ուզում, որ տարիներ անցնի դու կանգնես հայելու առաջ ու ուղղակի զղջաս կորցրած տարիների համար։ Յուրաքանչյուր իրավիճակ շատ բարդ է թվում, երբ որ դու իրավիճակի ներսում ես լինում։ Իսկ դու գիտես ինչ արա, դուրս արի ու այդ ամենին կողքից նայի ու կտեսնես, որ ամեն հարց լուծելի է։ Խնդրում եմ բալես, թույլ տուր, թող արդարացնի իրեն։ Իրականում Հենրին արել է այն, ինչ որ դուք եք արել։ Ձեզ կարողանում եմ ներեմ, իրան չէ։ Այս է ճշմարտությունը։ Ու այս ամեն ինչը քեզ ուր է տանելու։ Չգիտեմ, մամ։ Ու հենց այդ է ինձ քայքայում։ Ես շարունակությունը չեմ տեսնում։ Չգիտեմ քեզ ինչով օգնեմ։ Ժամանակին պիտի օգնեիք։ Ճշմարտությունն ասելով, բայց հիմա արդեն շատ ուշ է ինչ-որ բան փոխելու համար։ Կներես ինձ։ Ինչ է եղել է բոլը։ Ինչ ես լարված։ Այ հորքուր ես չեմ դադարում զարմանալ, այդ ինչ տեսակ մարդ է այդ Լիլիթը։ Մի րոպե չթողեց, որ ես պապայի հետ մենակ մնամ։ Մի րոպե չթողեց, որ հանգիստ խոսենք։ Ինչ ես զարմանում։ Չգիտես, որ անուղղելի են։ Իրանք տենց են։ Գոնե երկուսով խոսելու ժամանակ կարող են, չէ՞, անկեղծ լինել։ Քան սիրտս լցված է հորքուր։ Ինձ թվում է մինչև առավոտ էլ խոսեմ չեմ հանգստանա։ Ինձ հետ խոսի, բալես։ Սիրտը դատարկի։ Իրանց բաց թող։ Ոչ գնա, ոչ արի։ Ոչ էլ ինչ-որ բացատրություններ տուր կամ պահանջի։
Այսօր պապան մի տեսակն ինձ ուրիշ էր։ Առաջին անգամ ինձ թվաց, որ հասկանում է ինձ։ Նույնիսկ Լիլիթի ներկայությամբ ինձ պաշտպանեց։ Որքուր լավ չես։ Չէ, կանցնի, սիրտս սկսեց արագ խփել։ Սպասի տեղ բերեմ։ Հայ բալա, պետք չի, որ զգամ երկարում է ինքս կխմեմ։ Ամենքում գնամ իրոտ։ Չի շնչում։ Տապակրություն կանչել ես։ Զորքինակը չի շնչում աստատվա։ Տապակրություն կանչի, մա։ Զանգի տապակրություն։ Մահացել է չէ։ Մահացել։ Բակրատ։ Բագրատը չի, Արամն է։ Արամ ջան, չհասկացա դու ինչ ես պատասխանում Բակրատի հեռախոսի։ Հորքուր, խնդրում եմ, տաքսի կանչի ու արի պապիի տուն։ Ինչ է եղել։ Խնդրում եմ, ուղղակի արի։ Արամ Բակրատին ինչ որ բան է եղել։ Խոսի։ Հենց հիմա արի։ Այ բալա, խոսի, հասկանամ ինչ է եղել։ Ճիշտն է սա։ Մահացել է։ Որքուր ինչ է եղել։ Որքուր։ Բակրատը։ Չկա։ Մահացել է։